Բանը, պարոն Ծառուկյանի սեփականություններից մեկին է վերաբերվում, Onira Club, վերին պտղնի Երևան, զվարճանքի ժամանցի կենտրոն գիտեք մի խոսքով այդ տարածքի շենքերը, շինությունները, զբաղվածությունը, պետեկամուտների կոմիտեն պնդում է, որ պատասխանատու անձիկ թեր հայտարարագրում են իրականացրել, շրջանառությունը նորմալ չեն ֆիքսել, այսինքն եկամուտները չեն արձանագրվել ու այս դեպքում այն օրվան ուրիշ պատմություն էր 300 քանի միլիոն դրամ էր, այս անգամվանը պետական բյուջե չի մուտքագրվել 82 միլիոն դրամ, հա 25-26 թվականներին կազմակերպած 25 խնջույքներից ձևավորված 300 միլիոն դրամի գումարը, ուրեմն հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Հավանական է, թե ոչ, ես համարում եմ, որ հավանական է եւ սա շատ տարածված ժանտախտ է, հա, երբ չի արձանագրվում եկամուտը, պարզվի որ դրանից էլ հարկեր բաներ չեն ձևավորվում, մի խոսքով, ուրեմն առերևույթ հանցագործության մասին հաղորդում, տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն եւ այլն, ահա, այսպիսի հերթական պատմությունը, այսինքն այս քրեական գործերը աչքիս ոնց որ թե շարունակվելու են եւ ավելի մեծ ծավալ են ունենալու։ Ռոթենբերգը, Նատալիա Ռոթենբերգ բոլորի ուշադրության կենտրոնում էր այդ մեծ սերը, որը սկիզբ էր առել Ռոթենբերգ եւ Տիգրան Արզականցյան բանը երկու լուսատուների բանում շրջանում, հա, տեխնացու էր Տիգին Ռոթենբերգը, ինչու Ռոթենբերգ, երևի կհիշեք էլի, հա, ռուս միլիարդատեր Արկադի Ռոթենբերգ, որից բաժանվել էր 13 թվականին, հա, եւ ամուսնացել էին 19 թվականին պարոն Արզականցյանի հետ, մեր ուրախությունն է պարոն Արզականցյանը, ինչպես գիտեք, լավ իմաստով, էլի վատ իմաստով չէ, ու տարբեր տեսագրություններ իրար հետ ժամանց, երեք էլ պարոն Արզականցյանը տեսագրություններ հրապարակել, ինչքան հասկացանք Մոնտե Կարլոից, Մոնակոից նկարել էր Ջոն Էլթոնին, այնտեղ նստած, ոչ թե Էլթոն Ջոնին, այլ Ջոն Էլթոնին էր նկարահանել, հա, ասում էր իր ընկերների հետ այնտեղ նստած է եւ այլն եւ այլն։ Ինչ պատմություն է այս պատմությունը։ Տիկին Ռոթենբերգը տատի է տվել պարոն Արզականցյանի որդուն, որի անունն է Մաքսիմուս։ Ուրան է պարոն Մաքսիմուս, այո, Մաքսիմուս Տիգրանի Արզականցյանին, հա, ինչն է պատճառը, ասում է, որ բան է եղել, տուն է գնվել, հա, Ռոթենբերգը պահանջում է, որ այդ տունը կամ անշարժ գույքը իրական կնորդ ճանաչեն իրեն, ոչ թե շինծու գործարքի գործարքով սեփականատեր դարձած Մաքսիմուս Արզականցյանին եւ Նաիրա Խաչատրյանին։ Այսինքն Տիգին Ռոթենբերգը այս հայցով ուզում է ասել, որ ինքը կեղծ գործարքի մասնակից է եղել, հա, ուզում է ասել փողը ես եմ տվել, բայց թե սեփականությունը գրանցել են ինքը համաձայն է եղել այդ ժամանակ փողը տալու եւ հիմա քանի հարաբերությունները արդեն միջերով չեն գնում կամ թարսվել են, հա, հիմա ուզում է որ սեփականությունը ճանաչվի իր անունով, ահա այսպիսի պատմություն, շատ մի սիրիր ատել կա, շատ մի ատիր սիրել կա, թեվավոր խոսք է, գիտեք, հայտնի է եւ այլն եւ այլն, հա, իսկ ավելի վաղ իրավապահներին հաղորդում էր ներկայացրել Տիգին Ռոթենբերգը, ես առաջին անգամ երբ լսեցի այս լուրը չհավատացի, ճիշտն ասած, դե մարդու կնիկ են էլի ինչ ասես լինում է էլի, հա, բանը ասել էր, որ ամուսնության տարիներին 19 թվականից մինչև այս վերջերս, հա, 5 տարի, 6 տարի, հա, նույնիսկ 7 թե եթե շատ ուզենանք, պարբերաբար բռնության է ենթարկվել Տիգրան Արզականցյանի կողմից։ Այ, եթե այս լուրը ճիշտ է, պարոն Արզականցյան, ձեր մեկնաբանության կարիքն ունենք, եւ հիշում եք, չէ, պարոն Արզականցյանը մեկնաբանել էր մի տեսագրության մեջ, ասում էր, որ կինը հոսանքի ազդեցության տակ է ընկել եւ դիմել է ոստիկանություն։ Այսինքն Տիգին Ռոթենբերգը մինչև չի իմացել էլի, որ բռնությունը քրեորեն հետապնդելի արարք է, երևի թե շփվել է ինչ-որ մարդկանց հետ կամ կանանց հետ, ակտիվ կանանց հետ,
որոնք իրեն խորհուրդ են տվել այս մարդուց փրկվելու համար դիմել վերջապես ոստիկանություն, խնդում ենք, բայց եթե ճիշտ է, շատ հետաքրքիր լուր է այն իմաստով, որ մենք անընդհատ կադրում սեր ենք տեսել, էլի։ Այսինքն պարոն Արզականցյանը եւ տիկին Ռոթենբերգը սիրահոժար ցուցադրել են, որ իրանք իրար շատ են սիրում, տարբեր տեղեր այցելություններ, տոյեսին բարեր, նավ, հա, հիշում եք, հա, մեկ էլ պարզվում է, որ տիկին Ռոթենբերգի ասացի համաձայն։ Մի հավատում եք, չեք չհավատում, ձեր գործն է, ես էլ չեմ կարող կողմնորոշվել, էլի սա եղած բան է թե ոչ։ Համենայն դեպս այս պնդումը տանում են դեղ, որ բանը մարդը մի մոլորակ է, ամեն մարդ մի աշխարհ է, չես իմանա մեջն ինչ կա, էլի, հա, հրապարակային կյանքում սիրում են, պաշտում են իրար ինչ են անում, հա, իսկ ես դու մի ասա ներսում գուցե բռնություն է եղել։ Եթե ոչ, ապա ստացվում է, որ տիկին Ռոթենբերգը զրպարտում է պարոն Արզականցյանին, ինչը վատ բան է, չի կարելի նման բան անել, հա, այսպես։ Նաև տեղյակ եմ, որ կանայք հիացած էին տիկին Նատալիա Ռոթենբերգի հակուկապով, գլխարկներով, ընդօրինակում էին, փորձում էին, գուցե էլի կշարունակեն ընդօրինակել։ Խոսքը մեծ հարստություն ունեցող տիկնոջ մասին է, այն ժամանակ խոսվում էր, որ ամուսնուց կարողացել է $1 միլիարդ ստանալ, չգիտենք ինչքանով է նախկին ամուսնուց, հա, նախորդ ամուսնուց, ինչքանով է ճիշտ, ինչքանով է սուտ։ Ներողություն այս թեմայի մեջ մտնելու համար, բայց ինձ թվաց, որ սա կարևոր է, մեկը ընտանեկան բռնության մասով, մյուսը գույքի կեղծ գրանցման մասով, ես սա շոշափեցի, էլի, որը վերաբերվում էր հանրային նշանակության կերպարների, վերջապես քաղաքական ուժ էին ստեղծել, տեխնացություն էին առաջ քաշել, այդ պատճառով էր, որ անդրադարձա։ Բաժանորդագրվեք, սիրելի ժողովուրդ, պատվիսկա եղեք, հա, զանգին սեղմեք, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի, զանգին սեղմելն էլ նրա համար է, որպեսզի հաջորդ հաղորդումների անոնսը անմիջապես կարողանաք տեսնել։ Հա, հետաքրքիր լուր կար, բայց դեռ փաստաթղթերը չեմ հասցրել ուսումնասիրել, ճիշտն ասած, ուզում եմ, որ ավելի պատրաստ լինեմ ուսումնասիրեմ ներկայացնեմ, ուղղակի ընդամենը համառոտ ասեմ, որ ուրեմն Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարների հետ 6 հոգի են, ինչ են, հա, բան հաղորդակցություն ունի, կոմունիկացիա են ասում, գրագրություն, այսպես կոչված սրբազան շարժման նախաձեռնողների եւ ձերբակալված Վազգեն Պակրատ Գալստանյանի ձերբակալման փաստերի հիմքերի ուրեմն հանգամանքներն է քննել, Հայաստանն էլ պատասխանել է իշխանությունները, հիմա չեմ ասում դեռ ինչ են տեսել եւ Հայաստանի իշխանությունը ինչ է պատմել, որովհետեւ մի դեպքում 17 էջանոց փաստաթուղթ էր, մյուս դեպքում 30 քանի էջանոց Հայաստանի իշխանությունների պատասխանը, էլի։ Հա, այդ փաստաթղթերը պետք է մարդավարի նայեմ, որ կարողանամ այս թեմային անդրադառնամ։ Հա, անցնենք առաջ, հա, բանը ապօրինի գույքի վերադարձի հետ կապված։ Իջևանի օրինակն եմ ուզում պատմել, ովքեր Իջևանը գիտեն, որ սովետի ժամանակվանից եւ սովետի վերջերից այնտեղ պարբերաբար անցկացվել են քանդակագործական սիմպոզիումներ։ Հետագայում իհարկե Հայաստանում, աշխարհի շատ երկրներում նույնպես իհարկե, Հայաստանում էլ այդ մեթոդը օգտագործվում էր, մինչև հիմա օգտագործվում է, այսօր վաղաշաբաթի համայնքապետարանում էի եւ ուրախությամբ տեսա նախասրահում պատերին տարբեր գեղանկարներ, դրանցից մի քանիսը շատ հավանեցի, ուժեղ վարպետական ձեռք կար, գնացել էի հանդիպելու քաղաքապետի, համայնքապետի տեղակալի հետ զրուցեցի, ահագին լավ տպավորություն ունեմ, հետո ավելի մանրամասն կպատմեմ պարոն Ափոյանի հետ։ Բանը, այդ նկարները բան էին, սիմպոզիումի արդյունք էին, քույր քաղաքներից եկել են նկարիչներ, ինչ է անունը, վաղաշաբաթում այդ սիմպոզիումը մի քանի օր մնում են, նկարում են, հետո այդ նկարը նվեր է մնում, իսկ իրենց գնալը մնալը հոգում է համայնքապետարանը կամ ինչ-որ տոնոր ներդրող, բարերար եւ այլն, նորմալ բան է, այսինքն մեր հարգելի համայնքապետերը, համայնքապետարանները այս հնարքը լավ կլինի օգտագործեն, հա։ Հիմա Իջևանի դեպքում այդ քանդակները մի հսկայական շարք, ես վայթե դրանք վայթե բոլորը նկարած ունեմ, այն ինչ որ մնացել է, այսինքն մեծ մասը մնացել էր։ Որոշ բաներ իհարկե սովետի վերջից սկսած, հա, 30-40 տարիների ընթացքում մաշվել է, հետո եսին վնասվել է եւ այլն։ Մոտավորապես մի 100 քանդակի մասին է խոսքը, այդ
մարզպետարանի կողքից սկսվող այդ ամբողջ պուրակն է, լիճն է եւ այլն եւ այլն։ Դու մի ասա ժամանակին նախկին իշխանությունները քաղաքային բարեհաջող կերպով խուրդել են այդ պուրակը, խուրդելը գիտեք որն է, այն մկրատը վերցնես կտրտես, այս մի թիկեն, այս մի թիկեն, այս մի կտորը, այն մի կտորը սեփականաշնորհել են բարեհաջող կերպով։ Առավելևս դրանք կանաչ տարածք են եղել, օտարման ոչ ենթակա տարածքներ։ Դրա համար ինչ է պետք, հողի կարգավիճակը փոխել, խուրդել, չգիտեմ, կարող է առանց դրային արել։ Հիմա գուցե դա եղել է տարբեր համայնքապետերի ընթացքում անուն չտամ, բայց լավ իմաստով, շատ լավ իմաստով, նախանձելի հետևողականությամբ Հայաստանի տատախազությունը հետապնդել է, հալածել է, կտել է, բռնել է, ուրեմն վերադարձրել է համայնքին այդ հողակտորները եւ ոնց փազլը ոնց են հավաքում, հա, կտոր, այդ այգին վերականգնվել է, ովքեր եղել են, կարող են հավաստել, որ սուբվենցիոն ծրագիր, նորոգումներ, ջրավազանն է խելքի եկել եւ այլն, հիմա որպեսզի պատկերացնեք, թե ինչ կտրտել ու ինչ ուտելու փորձեր են եղել, հա, հասցեները չեմ կարդա, որտեղ ամեն հողակտոր ինչ որ մի հասցե ունեցել է, մի քանի փողոցների է հարում էլի այդ կտորը, քաղաքային զբոսայգու հետեւյալ գույքը 208 քառակուսի մետրը մեկ են խուրդած եղել, 400 քառակուսի մետրը առանձին են խուրդել, 19 քառակուսի մետրը առանձին, ուրեմն 350 քառակուսի մետրը առանձին, 19.8 քառակուսի մետր, 436 քառակուսի, 600 քառակուսի, 10 քառակուսի, 436, 1500 քառակուսի, 300 քառակուսի, 300 քառակուսի, 351 քառակուսի մետր, 18 քառակուսի մետր, 12 քառակուսի մետր եւ շատրվանների հարակից եւս 300 քառակուսի մետր հողամաս։ Հա, այսինքն սա ես թղթաբանական իմաստով պատկերացնում եմ, թե ինչ տանջանք է, եթե չեմ սխալվում 17 հողակտոր հաշվեցի ես, հա, եւ Հայաստանի տարբեր համայնքներում կենտրոնական չալաղաչ տեղերը, որոնք եղել են այգի, հողակտորներ են եղել, որոնք շատ գրավիչ կայթակղիչ են եղել, այն բռի վայրենի կապիտալիզմի ժամանակ կտոր կտրտել բան անել եւ տանել ավականու որոշում կողել տագը, յուրացնել թկած ունենալով, որ ասենք թե հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով բան է, մեղմ ասած անձեռանմխելի հողակտորներ են, հա, այսինքն դրանք ծախելու, սեփականաշնորհելու իրավունք չունեցող կտորներ են, տեսնենք հետևենք, թե Հայաստանի մնացած համայնքներում, այդ թվում Գյումրիում, կանաչ գոտում գտնվող եւ այդպես ժամանակին բարեհաջող կերպով կերված, պատառոտված, հա, չալաղաչ կտորը յուրացրած հողերը ինչպես են վերադարձվելու համայնքի հաշվեկշիռ։ Չեմ ուզում մտածել, որ քանի որ պարոն Փաշինյանը իջևանցի է, իջևանում են արագ եւ որակով, ոչինչ, հա դե արագ կարելի ասել այս դեպքում, այդ հողակտորները վերադարձվել համայնքին։ Եվ եթե կլինեք եղեք նայեք տեսեք էլի թե ինչ վերականգնում է տեղի ունեցել այնտեղ, ծառուղիներն են, ջեմուղիներն են, խաղահրապարակներ են, իսկապես դարձել է մարդկան։ Ու ես նկատել եմ, որ նույնը տեղի է ունենում մի շարք ուրիշ համայնքներում բարեկարգումների հետ կապված։ Արմավիրն է, Արմավիր քաղաքը, հա, այսօր վաղը շաբաթը տեսա, էլի մի շարք համայնքներում, որտեղ ես լինում եմ, տեսնում եմ, զրուցում եմ մարդկանց հետ, շուտով հաղորդումների շարք է լինելու Հայաստանի տարբեր համայնքներից։ Այնպես որ ցանկը չկա, 30 հաղորդում ունենք նկարելու, հարցազրույցներ եւ ինչ անունը ոտի վրա հարցազրույցներ, զբոսանքներ եւ տեղական խնդիրների քննարկումներ։ Այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ուղիղ կապ չունեն դրա հետ, բայց այդ մեր այցելությունները, քննարկումները տեղացիների հետ ահել-ջահել, հատկապես ջահելություն, ինչ խնդիրներ են տեսնում, ինչպես պետք է որոնք են առաջնահերթ, որոնք են երկրորդական եւ այլն, այդ հարցազրույցների ընթացքում ակնարկ հարցազրույցների ընթացքում կներկայացնենք ձեզ հարգելի հայրենակիցներ, կտեսնեք, հա, Հայաստանի որ համայնքում բնակավայրում ինչ փոփոխություններ կան, ինչի կարիք կա եւ հատկապես Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների համար հետաքրքիր կլինի տեսնել, թե իրենց ծննդավայր գյուղում, քաղաքում ինչ էր, ինչպես է փոխվել եւ այլն։ Պիտի ասեմ, որ սուբվենցիոն պետական դրամաշնորհային ծրագրերի միջոցով իսկապես մեծ աշխատանք է կատարվում Հայաստանի
ամենատարբեր բնակավայրերում, աչքի ընկնող, ակնհայտ, այն մանկապարտեզ դպրոց բան լսել եք, էլի այդ գիտեք, հատկապես ուրեմն փողոցներ, զբոսայգիներ, հանգստի կոտիներ եւ այլն, ինչը հատկանշական է եւ լավ բան է, հա։ Ահա այսպես այդ մասով գրեք մեզ ընդհանրապես ովքեր կուզեին, որ իրենց համայնք այցելեինք եւ քննարկեինք իրենց համայնքի խնդիրները, հարցազրույց, ես հարցազրույցա վարեմ լինելու ուղղակի, հետո ինչ-որ շատ բան գիտեմ ձեր համայնքների մասին, կգամ կպատմեք, գրեք, պայմանավորվենք եւ կպլանավորենք անպայման կայցելենք, հա, այս մի 6 ամսվա ընթացքում, հա, 30 հաղորդում մոտավորապես ունենալու ենք այդպես, սիրելի բարեկամներ, տեսնեմ ստեղ ուրիշ ինչ հարցեր կան եւ անցնենք առաջ, որտեվ շատ կարեւոր թեմաներ ունենք առջևում։ Ռոտենբերգ, Զայավքի, Բանդիտը, Բուտլերը, Կրաբիտ, Ռասիու, հա, դե մարդուց չէինք խոսում, կնոջից էինք խոսում, որի ազգանունը մնացել է այդպես էլի, հա։